Հայաստանի նոր սարքը քո սրտին Երբ խոսքը գործ է դառնում Հավատը ուժ է ցնկում Եկեղեցու Քանի մետր է իջե։ Ինչ 30 ախպեր մի 100 մետր իջել է։ Հեսա երկաթներին է բախվե։ Հա։ Այդ է, հա։ Բանա։ Աբովյանի հիվանդանոց են, չէ՞ տարե։ Հա, Աբովյան ասեց Ոնց որ ասեց Կամբատը, Մարտիրոսյանն ու Կարապետյանը ուղեկցել են Աբովյանի հիվանդանոց, տենց էին ասում քաղաքացիները։ Այս Իրանը չի։ Չէ։ Հա, երկաթներն էլ է, հա, երկաթները։ Это Իրանն է, это իր Տո լավա կյանքին վտանգ չի սպառնում։ Ասմա ամրակապված է եղել։ Ռեմենը փրկել է այդ կնոջը, տենում ես, որ ասում են ռեմենը կյանքեր է փրկում։ Որոշ դատարկա գլուխները ասում են չէ։ Հա, ես համ կանի մի հատ էսի մի հատ էլ էսիս էսա տես Քրային մեջից դալ կտակարան լոքն է, ստեղ է, գրել ենք ամարելի հետ որ անձուն սեփականատի լավ է, փրկվել է։ Կտակարանը փրկել է Նա այստեղ միշտ է վթար ալնում, նայ, հեսա։ Այստեղ էլ 21 տարեկան տղեն, որ մահացել էր։ Նայ։ Նայ, ահա։ Շտաբօգնությունն էլ է, ապրեն, օպերատիվ եկել են։ Փրկարար չի եղել, չէ՞։ Չէ։ Մենակ շտաբօգնությունն ու պարեկներն են։ Լավ է։ Եկել են ու միանգամից շտապօգնություն են, բան չէ։ Նայ սաղ իրա դետալներն է։
Բայց բենզինի հոտել է գալի տղերք։ Հա։ Դիզ վարելիքի։ Իսկ սա իրա դետալներն է։ Ռեմեննա, հա, ռեմեննա պա է։ Կրակած է ռամենը։ Հա։ Մայիսի 18-ն է Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի Չայնի ոլորանների սկզբնամասում ժողովրդին ավելի շատ հայտնի բոմբ ակումբի մոտ BMW X5 մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով բախվել է ապառաշ քարերին եւ հայտնվել ահա այս վիճակում։ Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւս քաղաքացիների հայտնացի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ վիրավորին հենց քաղաքացիները պարեկների հետ շտաբօգնության բժշկի մասնակցությամբ պատգարակով մոտեցրել են շտաբօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը եւ գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանը։ Այս պահին տեսնում եք այն վերևից է երկաթե արգելապատնեշներն են, այստեղ տեսնում եք պարեկներն արդեն հերթապահություն են իրականացնում, դեպքի մասին էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի եւ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Իդեպ վարորդը առաջին հերթին փրկվել է, քանի որ եղել է ամրակապված, նրան օգնող քաղաքացիները եւ բժիշկներին ասում, որ երբ մոտեցել ենք իրեն ավտոմեքենայից դուրս ենք բերել, նա ամրակապված է եղել։ Հետևաբար կրկին անգամ ապացուցվեց, որ ամրագոտին կյանք է փրկում։ Եվ եթե վարորդը ամրակապված չլիներ, հաստատ նա ավտոմեքենայից դուրս կշպրտվեր։ Նրանք հայտնաբերեին ավտոմեքենայից դուրս եւ չգիտես ինչ վնասվածքներ կստանար, եթե միայն վնասվածքներ ստանար։ Չէր բացառվում, որ եթե ամրակապված չլիներ, վթարը ողբերգական ավարտ կունենար։
Այս զորությունն է փրկել համել խաչի զորությունը Ամաները ոնց էր 79 սրի 899 դու լավ ապրծե Ես այս իրա պարֆումերիայի բաները չեն, հա բա ինչ է սամուն